Ես քեզ սիրում եմ։ Չի ստացվելու։ Հանգիստ նստեք տեղներդ։ Հանգիստ նստեք տեղներդ։ Համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս գնալ այդ նույն ճանապարհով, ոչ մեկին։ Ուզում է անդիմությունից լինի, ուզում է հով ուզում է լինի։ Հələ մի հատ ձեզ թափ տվեք, դենանք ձեր որ կտորը, որ կողմը կընկնի։ Սթափվեք, գժուկներ։ Սթափվեք։ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը հրանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված թիկնածորներին, պարկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին։ Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ գնամ քննիչների թիկունքում և ոստիկանների թիկունքում թաքնվեմ։ Եվ այո, ասում եմ, մինչև այժմ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հնչեղություն ունեցող, հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Այո, ես եմ դրանց քաղաքական պատասխանատու։ Ուղղակի մարդիկ տնից կհանեն, փողոցներում սամասուդիկը ենթարկել։ Պատկերացրեք, որ մարդիկ են հայտնվել, որոնք հավակնում են, որ մեր բոլորի խոսակցությունները կարող են ձայնագրել և տեղադրել YouTube-ում։ Էսա մենք ձեզնից YouTube-ում տեղադրենք, որ են չկարեղանակ YouTube-ից դուրս գաք ընդհանրապես։ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք։ Մենք ունենք ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն։ Եվ ես պահանջում եմ երկու ծառայություններից 2 ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում։ Կողերի ժամանակ անցել է, ամերիկաներից լինի, Ռուսաստաններից լինի, Ավստրալիաներից լինի, գտնելու եք, բերելու եք իրենց և իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար։ Նա էլ տենան մեկը սենց մի հատ թեթև մի հատ սենց արից օպա։ Գյորմամիշ, բան են, կերպար են ուզում ստեղծել։ Հա, սրանք հələ նայեք, արա, սրանք ծնունդ են անում, արա։ Արա, սրանք ծնունդ են անում, արա, գետին է մտնում սրանք։ Ես բոլոր են քաղաքացիների, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, ես իրանց կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Պատրաստվել վրեժի։ Այդ տականքներին և բոլոր են քաղաքացիներին, ովքեր հասկանում են ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Դավաճանը դուք եք, կապիտուլյանթը դուք եք, հողատուն դուք եք։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչ է գրում։ Ինչ է գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք, մամուլը։ Մամուլի գրավների նստեք տեղները, ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասին, վերեկի տեղը տասին, ներվերս չուտեք։ Սենց էր մտնելու թունելը ստեղից մտնելու էր ընդես դուրս էր գալու կամուրջը ստեղ էր ունենալու ձախից բաններ մտնելու Պողոսը աչից Վալոդը ընդեղից ուղիղ 2001 թվին
2002 թիվ, 2003 թիվ, 2004 թիվ, 2005 թիվ, 2006 թիվ, 2007 թիվ, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թող լիներ։ Նախագահները, ես Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չեմ եղել։ Ուրեմն ձեր չափը իմացեք, հերիք եղավ, գոլ եղավ։ Պարոն Օհանյան, հանգիստ։ Պետք է լինի։ Ամոթը քեզ ձեր ականջին օղարեք։ Ես կարճած չեմ աթոռից, չեմ փոխելու։ Վերջ։ Ես ճշմարտության բարձրագույն աղբյուր եմ եւ ակում։ Ինչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված, ստահակ չես էլ ամանչում, գետինը մտնես, դու ով ես ընդհանրապես, Էժան, գնա Վարդանիկին պաշտպանի, Էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի, կաշառակը ստահակ, Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոյի մասին խոսում, այդ կական, ընչի ես կենթանի, Սարամանյանը ինչի է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի է կենթանի, ինչի չեք զոհվել, որ հիմա ասում եք 5000 զոհ, ինչի չեք զոհվել, ով է ձեզ պահել ընդհանրապես, այս տահակն է, դուք ինչի եք կենթանի, դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, ծպտունները դուրս չգա, ես լուրջ եմ ասում ամեն ինչ չափ ու սահման ունի, ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին, ուրեմն չգիտեմ ինչ որ պսևդոէլիտայի ներկայացուցիչ է, մեկի ծպտունը դուրս չկա, մեկի ծպտունը դուրս չկա, ամեն ինչ չափ կա, սահման կա, մեկի վերընկեք տեղներդ, ներվերներից հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ, էական չի, իրանք իրավունք չունեն գան ստեղ խոսալու, իրանք պետք է գնան վերընկնեն տեղները եւ հանգիստ նստեն, թող իրանք այդ Արտուրոսի պանանջ, թող բացատրի ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ովքեր չեն զոհվել, իրենք մեղավոր են, ովքեր գալիս են սենց խոսում են, այո, մի րոպե մի գնա, Ռոբերտ Սերջը եւ մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ասում եմ, Ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ, կանուտացնելու եմ, կծացնելու եմ, սատկացնելու եմ, շոքացնելու եմ, ողորմելին դուք Ռոբի լակոտներ, Սերջի լակոտներ, Գագոյի լակոտներ, չոքցնելու եմ սաղից, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը, իմացա։